Բարի օր տիկնայք և պարոնայք, բարև ձեզ Շավարժ և Երանուհի։ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Ամուսնության պալատի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը ողջունում է ձեզ և շնորհավորում այս ամենագեղեցիկ և ամենակարևոր օրվա կապակցությամբ։ Անշուշտ ամուսնությունը ամենակարևոր քայլն է մարդու կյանքում, քանի որ կյանքում ամեն մեկին բախտ չի վիճակվում գտնել իր իրական կեսին, սիրել և հոգ տանել ողջ կյանքի ընթացքում։ Բախտը ձեզ շնորհել է այս բացառիկ երջանկությունը, և դուք այսուհետ այսպես ձեռք բռնած անցնելու եք ձեր կյանքի նոր ճանապարհը, կառուցելու եք ձեր երջանիկ ապագան և ձեր ամուր հայկական ընտանիքը։ Իսկ ընտանիքը յուրաքանչյուր պետության հիմքն է։ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է միայն օրինական ամուսնությունը։ Օրինական է այն ամուսնությունը, որը հաստատագրվում է օրենքի ուժով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից։ Թանկագին Շավարժ և Երանուհի, մինչ ի պաշտոնե կգրանցեմ ձեր ամուսնությունը, թույլ տվեք տեղեկացնել, որ ամուսնության պահից ի վեր և ողջ ընթացքում զույգը ձեռք է բերում հավասար իրավունքներ, պարտականություններ և պարտավորվում է ամուսնական փոխհարաբերությունները կառուցել փոխադարձ սիրո և հարգանքի վրա։ Համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի ամուսնության համար պարտադիր պայման են տղամարդու և կնոջ փոխադարձ համաձայնությունը և չափահաս լինելը։ Եվ այսպես, քաղաքացի Շավարժ Վախթանգի Հարությունյան, դուք համաձայն եք, որ գեղեցկուհի Երանուհին դառնա ձեր օրինական կինը, պարտավորվում եք սիրել, հոգ տանել, լինել հավատարիմ և ձեր ողջ կյանքը կիսել նրա հետ։ Համաձայն է, ծափարություններ խնդրեմ։ Գեղեցկուհի Երանուհի Հայկի Ղազարյան, դուք համաձայն եք, որ Շավարժ Հարությունյանը դառնա ձեր օրինական ամուսինը, պարտավորվում եք սիրել, հոգ տանել, լինել կյանքում միշտ նրա կողքին և ձեր կյանքը հանձնել նրա ուժեղ ձեռքերին։ Համաձայն է, ծափարություններ։ Ես խնդրում եմ ձեր համաձայնությունը ամրագրեք ստորագրությամբ։ Եվ այսպես, քանի որ և բանավոր և գրավոր տրվեց համաձայնությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի ինձ վերապահված իրավունքով ձեզ հայտարարում եմ այսուհետ այր և կին։ Ծափարություններ խնդրեմ։